Սիրելի հավատացյալ ժողովուրդ, մարտի 15 2025 թվական վերաանդրադարձ և restart, այսպես ասած, զարթինք ու վերաանդրադարձ և վերականգնում փետրվարի 24 2024 թվականի մեր շարժմանը։ Այո, այս անգամ հստակ արձանագրեք և թող բոլոր ափերը լսեն և իմ հավատացյալ չարչարված ժողովուրդը և հակառակորդի դաշտը, որ այս անգամ գալիս ենք Գարեգինին և իր շրջանակներին հեռացնելու մեր սուրբ եկեղեցուց։ Մենք գալիս ենք օրինական և կարգապահորեն, մենք գալիս ենք ամեն ինչ մեր աչքի առջև առած։ Գարեգինին հեռացնում ենք ժողովուրդ։ Դա անում ենք Վարդանանք ազգային շարժման դրոշով, դա անում ենք բոլորիդ հորդորելով, որ հանգարց կենտրոնացած որևէ մեկին պատկանող միություն չտեսնեք Վարդանանք ազգային շարժում։ Շատ օրհասական պահեր ունենք անցկացնելի գալիք օրերին, ինչ վերաբերում է մեր սովերեն ինքնիշխանության, մեր պետականության, մեր երկրի, հայրենիքի և մեր տարածքների հետ կապված։ Շատ լուրջ վերջին ամիսների ընթացքում շատ լուրջ իրադարձություններ կան։ Շատ լուրջ բաներ է կատարվում աշխարհում և 4 կողմը մեր հայրենիքի։ Եվ ամեն ինչը թողած դուք միայն անդրադարձ ունեք անելու ներքին օպերայի բակի պոնչիկանոցից քաղաքապետարանի բակը կասեցրեք։ Զորակոչվեք ազգային գվարդիա, գործ ունենք անելու, կուլակաթափ ունենք անելու, փոխհատուցում ունենք տալու մեր աղքատներին, երկիրը վերականգնելու, մինչև 26 թվի ընտրական օրերը ազգ ու ժողովուրդը մեծ աշխատանք ունի անելու, որպեսզի տիրանանք անհատորեն և հավաքական առումով մեր սուրբ հայրենիքին։ Տնտեսվարենք նրան որպես սուրբ ուխտավայր բոլոր ազգություն ու ցեղերի, միջիգալուստն փառավորյալ Քրիստոսի։ Ուրեմն անդրադարձ անելուց առաջ մեր բաց հղում ու նամակը, որ ուղղել ենք դեպի Հայաստանի Հանրապետության իշխանությանը, անդրադարձ անելուց առաջ եկեղեցուն և բոլոր այն խնդիրները, որ ներբերում ենք անելու հիմա, որոնց լուծում տվող տեսակն է Վարդանանք ազգային շարժումը և ոչ հմեկով միայն խնդիրներ բարձրացնող տեսակների։ Մենք սրբություններից մեկն ենք համարում այն կաբինետները, որ զբաղեցնում են այսօրվա իշխանությունները, բայց մենք չենք պատրաստվում մեր ներքին հարսի այբը բացել թշնամու առջև։ Մենք ներքին կարգով 26 թվին կտանք այդ խնդրին լուծում։ Մինչ այդ պահը որևէ աղբամանների քաշքշոցի, ինչպես Բագրատ, չեմ ուզում անդրադառնամ մնացած բառերին, մեզնից նման բան չսպասեք։ Մենք ազգային գվարդիան ենք, համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն։ Դու որպես էջմիածին ներկայացնում ես ընդհանրական և առաքելական սուրբ եկեղեցու ի վերի Երուսաղեմ հաղթանակած եկեղեցի, դու պատերազմող եկեղեցի լինելով 5 պետությունների գլխավոր պետությունը որպես մայրաթոր, բայց պղծեցիք, սարքեցիք մայր տաճարը Ռուսաստանի վետերոք, հիմա պատասխան եք տալու։ Մեջբերում պիտի անեմ մի թեթև այո, մենք անդրադարձ պիտի անենք և ետ մահու կարգենք Ավո Մոնտեմելքոնյան որպես հայոց սպարապետ, իսկական, որովհետև Վազգեն առաջնական արժեքները այդպես թելադրել են ժամանակից եկող, բայց Քոչո և Գարեգին բեական սպանությունները, եթե նայեք նույն ժամանակահատվածում են սպանվել Պոզաբալյան, մյուս իսկական հոգևոր ծառայողներ և իսկական սպարապետը, որ գողանան օծում սպարապետի, չես հասկանում Շեքսպիրի Համլետի կինոն նայի, բռնվակ, պարոնայք, բոլորդ բռնվակ, հենց հանցանքի վրա բռնաբարության պահին։ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս առաջին հերթին և ինչպես միշտ փառքը
Անվանը Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ ընդ աչն մեր երկնավոր Հոր եւ գալիս է ալելույա Տեր ամեն։ Եվ նայեցի ու տեսա մի մեծ երկրաշարժ եւ լուսինը կարմիր ինչպես այրունալի։ Հովաննու 6:12 տեղի ունեցավ 3։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, Աստված բոլորիս պահապան։ Հավատացյալ ժողովուրդ, տանք 10 սեկունդ մեր բաց նամակը կարդալուց առաջ, տանք մի քանի վայրկյան թող հավաքվեն մեր հարազատները, թեթև պատրաստություն, մոտ 5-ից 10 վայրկյանից սկսում ենք մեր աշխատանքը եւ ազգային ամփոփումը։ Եվ ուրեմն այսպես, քանի որ էջիս վրա դրել եմ պարտականություն կա, որ բացահայտ այսպես ես իմ ձեռքով կարդամ, ես հայրենս դեռ զարգացնում եմ։ Գրականությունս զարգանալու կարիք ունի, կարդալս ոնց որ թե տեղն է գալիս, շատ փոքրուց եմ դուրս եկել հայրենիքից, բայց Աստծո շնորհիվ ունենալով այն ծնողը, որ ունեցել եմ, արգել էլա օտար երկրի օտար ազգի լեզու, տանիքի տակ բացի հայրենից։ Եվ ես շնորհակալ եմ այն քահանաներին եւ ժամանակին 80-ական 90-ական թվերի հայր սուրբերին, որ Կալիֆոռնիայում էին այն ժամանակվա, որ տիրություն են արել, որ մեր լեզուն չկորի։ Անուն ազգանուն հայրանուն հետո։ Սիրելի հայրենակից մեր բաց դիմումը ՀՀ կառավարությանը դիմելով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԻՊՀ Վարդանանք ազգային շարժում իր խորին մտահոգությունն է հայտնում վերջի ամիսների ընթացքում տեղի ունեցած կրիտիկական զարգացումների վերաբերյալ։ Առանց որևէ հապաղման մենք լիովին տեղյակ ենք մեր երկրի ներսում գործող օտար երկրի ուժերի մասին։ Այս փուլում մենք քաջ գիտակցում ենք կառավարության ազգի եւ հայրենիքի հետ միասնության մեր հմտությունների անհրաժեշտությունը այս պահին։ Մեր պահանջներն ու առաջնահերթությունները նույնն են եւ պարզ։ Հռչակել ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի ազգային գվարդիա կառավարության հովանավորությամբ։ 2. Տրամադրել դիվանագիտական անձեռնամխելիություն կառավարության հովանավորություն եւ անվտանգություն մեր թիմին Հայաստան վերադառնալու եւ պաշտոնատար տեղապահ ընտրելու համար հայրաքելական Սուրբ եկեղեցու։ Երրորդը, այստեղ չգիտեմ մեջբերումը ճիշտ եմ անում թե չէ, բայց ինչ որ մեր հավաքական սիրտն է թելադրում, բաց հայտարարում ենք մեր պահանջարկը ՀՀ կառավարության։ Վերադարձրեք հայոց ցեղասպանությունը կառավարության օրակարգ եւ բացահայտ հայտարարեք եւ տեղադրեք բաց ցանցերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրերի
Տեքստը և պատմությունը, Աստված օրհնի ազգս և հայոց պետականությունս։ Սիրելի հայրենակից, գալիք օրերին եկեղեցու հետ կապված մենք վերականգնել կարիք չունենք, մենք արդեն մեկ հաղթանակ արձանագրել ենք, որովհետև բացեց դռները ավազակապետ Գարեգին Բեն։ Հիմա փակել ենք տալիս դռները։ Ինչու՞։ Որովհետև բաց մնալը պղծություն է ազգիս գլխին։ Ես համաձայն չեմ ձեզ հետ, պարոն Արամ Սարգսյան, որ եկեղեցին լիովին վերանորոգված է։ Դա կարող եք ասել ձեր տիկնոջ խոհանոցի մասին։ Բայց լիովին չեն վերանորոգում մայր տաճար երկրագնդի վրա միակ կետը, որ կա Քրիստոսի էջման խորան, և չեն քանդում դա, վերանորոգում, պարոն։ Սիրելի հայրենակից, մեր պահանջարկը տեղին է, հիմնված է արդար, իրավացու հողի վրա և ոչ մի ավելնորդ, exaggerated և շեմերը հատող որևէ միջազգային այլ երկրների նորմերը հատող և խախտող որևէ առաջարկ ու պահանջարկ չենք ներկայացնում։ Մենք հասկանում ենք ՀՀ կառավարության պատասխանի մեջ հնարավոր լինելով, որ 3-4 պահանջարկ ունեք, մեկը ընտրեք, հետ չէ, այդպես չի, 3 տարի դուք ջրել եք այս 3-4 գործերը, հիմա հավաքական պիտի անենք, որովհետև մինչև 26 թիվ գծելով ու ձգելով, հետո հեռանալով, չեք անելու։ Հիմա պիտի անեք, և մենք սպասում ենք իդեպ վարչապետիտ անձամբ Հայաստան պահանջարկը ՀՀ գլխավոր դատախազին, որ արձագանքի մեր հաղորդումներին ի պատասխան reciprocated պատասխանը Պոզապալյանի առաջի կարգի մարդասպանության պատասխանը ի հաղորդման Անդրանիկ Վարդանի Դովլաթյան։ Վարդանանք ազգային շարժումը միասնության կոչ է անում ժողովրդին և ազգության։ Այստեղ մեջբերում անեմ զարմանալի չլինի որևէ հայրենակցի, որ ես կոչ եմ անում իմ արցախահայությանը։ Դու ունես վճռական և եզրափակիչ հնարավորություն միանալու ազգին ի փոխարինելով հրաժարիք ի սատանայեն Դաշնակ և Քոչարյանից։ Մթի կողմն եք ծառայում, և սա ձեր վերջին հնարավորությունն է։ Եթե ամեն ինչը մեկ կողմ քաշենք և այս քաղաքական մարախուղը նստացնենք տեղը, պարզ տեսնես, կհարցնես մեկ հարց. պարգևց սրբազան կոչեցյալդ ուր էր, որ Արցախի տեղահանված բռնի վայրակության հետևանքով չեմ ուզում ուրիշ մեջբերումներ անեմ, պիտի կոնկրետն ասեմ, այդ տեղահանումից հետո հայրենազրկված, որ քո հարսերդ Արցախահայ, իմ հայրենակից, պատի տակ նորագավիթում, նորածին երեխային կաթ էր տալիս, անտուն, անօթևան։ Ինչ պատահեց, սիրելիս։ Ինչու չկար քո հովիվը հոգևոր, որ գլուխները շոյեր այդ երեխեքի, բալիկներին ասեր ինչա պետք, ուր է իր պարգև, ոչ մի առողջական խնդիր չունի, ոչ մի խնդիր չունի մեկ-մեկ փատտել երկու մուխ էլ տալով։ Մենք շատ լավ տեղեկացված ենք մեր գրասեղանը, քաչ տեղյակ է ով բարեկամն է Արցախահայ։ Ժամանակն ա դու միանաս քո ազգին, գիտես ուրա քո փողը ու արդարությունը, մեհոնքանի լևուշի տակ, կամ հավաքի հետդ հետ տար Արցախ, կամ միացի ազգին, որովհետև այս բեռնավորված իրավիճակում իմ չարչարված հայրենիք ու ժողովուրդս քեզ իր վզին նստծրած չի կարող մանացել, չունեմ այդ կարողությունը, չկա էլ, կերել եք։ Մեջբերում պիտի անեմ գալիք օրերին կանխատեսված և շատ հնարավոր իրականությունների։ Եկեղեցու հետ կապված մաքրասրբման ես մինչև հիմա 100,000 անգամ
Պահանջարկ եմ ներկայացրել, մի ապուշ էր եկել մեր հավաքին, սիրելի ժողովուրդ, թե բա Վազգենը հերքում է գրավոր։ Վազգենի գրավորը ես իմ ով ինչ ա գրել։ Թող Վազգեն Քահանա Մովսեսյանը իր երկու շեֆերով Հովնան arczepiskopos Տերտերյան եւ Գարեգին Բ հանդես կա երեքով թող հերքեն ազգի արչև։ Ես էլ վկաներ կտնեմ, որ իրենց հետ են եղել, որ միասեռական ամուսնությունը իրենք են հրավիրել, որ գան եւ ամուսնանան հայարակելական Սուրբ եկեղեցում երկու տղամարդ, որից հետո նշանակվել է Pink Armenia միասեռական կազմակերպության գլխավոր նախագահ Գարեգին Բեի եւ Հովնան Տերտերյանի կողմից Վազգեն Քահանա Մովսեսյան։ Հիմա end of quote ասում են։ Այս պատետը ասածս թող ազգի արչև ինձ հետ ներկայանան այսպես, որ տեսնի ամբողջ ազգը, որ հերքում են։ Ես էլ այդ պահին կմիացնեմ վկաներին եւ այն միասեռական մարդկանց, որ շնորհակալություն են հայտնում։ Ես հակամիասեռական շարժում չեմ անում։ Մարդու իրավունքն է, որ ընտրի այն ճանապարհը, որ ուզում է։ Մենք 50-ական թվերից, 60-ական թվերից հայտնի ու հանրահայտ մարդիկ ենք ունեցել, որ այդպես են եղել։ Բոլորս իմացել ենք, ուղղակի այդ մարդը իր փակ տեղի իր ճանապարհը գնացել է։ Բայց սրանք ուզում են դպրոց բերեն այս կրթությունը Հայաստան, ոչ Նիկոլն ա բերում, ոչ էլ Ժաննա Անդրեսյանը։ Սրանք թող գան ազգի առջև հերկեն։ Սիրելի հայրենակից, երկրորդ հերքումը, եւ սա ցույց տվեք կենտրոնի ոստիկանների հրամանատարներից մեկին, պարոն մայոր Ղազարյան, թող Գարեգին Բեի կողմից որևէ մեկը հանդես կա եւ հերքի իմ 23.5 տարուց ավել։ Դες ես փորձում եմ կոնկրետ ասեմ, ինչքան չեմ այսպես էքզաջերացիայի ենթարկում, հա, իմ թվերն ու կրակը իսկականից կամավոր եւ միայն կիրակնորյա չէ, խոնար, որ վասկս եւ ծառայությունս մնում է հայրաքելական Սուրբ եկեղեցու վարակույրի ետևը, չեմ ուզում մարդիկ իմանան ինչ եմ արել իմ երկնավոր հոր համար եւ ինչ սրտով եմ արել, բայց թող հերքեն էս վկայականը, պարոն Հովնան Տերտերյան, Էֆենդի, էդի քո ստորագրությունը չի, Անդրանիկ Դովլաթյան Վարդանի, Թոնի Դովլաթյանը ձեռընտրված հայրաքելական Սուրբ եկեղեցու դպրած շարքերի ծառայող, շաբիգով արդուգանուխ թուրը գեցած։ Իմ 23.5 տարի ու ավելի ծառայությունը պիտի հերքեք, պարոն, հերքեք հանրային։ Ինչու եմ ես բոլորին վերադարձ եւ վերաանդրադարձանում։ Անգին հայրենակից, այս անգամ սուտը ոսկորը կմնա իրենց կոկորտին, վարդանանքը թույլ չի տալու, որ նորից խապվես, վարդանանքը մարտական խաչ ու արիության մեդալ չի պահանջում, ինչպես պորնոձորի արայիկը, սթի կորնին, որ իսկական կորնիձորի արայիկը պատերազմի ժամանակներում ուղարկավորվել է կորնիձորի բլուրներում, իսկական հերոսը։ Մենք ոչ մեկի ետևից զանգ տալով ոչ մեկի ականջին բան կաթացնող չենք։ Մենք բոլորս հայրաքելական Սուրբ եկեղեցու լուսավորչական պատվարժան հայորդիներ եւ դստրեր ենք, մենք հարսն ենք հավաքական Քրիստոսի։ Զարթինքի հոգովի հարսունք եւս սпасալ գալու է Սուրբ Փեսային, ալելույա։ Մենք մեր նախնիների ժառանգներն են։ Մենք 1-11 սովորական բան համարելով կռիվ տվողներ ենք։ Մենք ունենք պարտականություն մեր Սուրբ հայրենիքի հանդեպ։ Լինել զգոն, հանդարտ, սառը գլուխ եւ տաք սիրտ բոլորիդ եմ ասում։ Չլինեմ չիմանամ։ Ապակայունացնող ուժերի միանակ, խուլիգանություններով եւ այլով ապակայունացնեք երկիրը։
չանեք նման բան, որովհետև այս պահին դա հնարավորություն է տալու Կրեմլուն, որ կորցնես հայրենիքիդ հատվածներ Ադրբեջանցու ձեռքով։ Բայց մենք մեր պահանջարկների մեջ մնում ենք անսասան, պարոն վարչապետ տեղին են և արդար, որովհետև հավաքական 3 տարի ես չտեսա որևէ տեղ, որ ես կարող եմ ասել փոխվարչապետի օրինակ, կաբինետը բաց թողում ունի անել, որ կարող եմ նստել վատաբանել, օվիրի ծառայությունը և այլ, կա բաներ, որ գեր ժամանակակից եղբայր, ամերիկան երևի սովորելու բաներ ունի, պասպորտի սեղանները, Հայաստանից, այո, պարեկի ծառայություն և գովերքեցինք, բայց եղբայր էստեղ բաներ կա, որ ճակատագրականը, և մի մեջ բերում էլ անեմ կառավարության կողմից, դիվանագիտական շատ խորագետ քայլ կլինի, ասելը, որ ամբողջ ազգ ու ժողովուրդ ու հանրությունն է պահանջում, ես պիտի անդրադարձ չանեի, բայց ցեղասպանությունը վերադառնում է պետական օրակարգ։ Մեր դիմումը ԻՊՀ-ն, սա դիվանագիտական հզոր քայլ կլինի, որովհետև ամբողջ Սփյուռքը 9 անգամ ավելի մեծ բանակ, 1,5 միլիոն և ամբողջ Սփյուռքի մարդկային, տնտեսական, դիվանագիտական ու ռազմական ռեսուրսները լրիվ քեզնով կանես, եթե այդ քայլն անես։ Եթե դու վեր կենաս ասես, ես ոչ մեկից չեմ վախենում, Քոչարյանին կալանավորել եմ, և իր խունդին, և 57 կոմիսարիատներին, բռնագրավել եմ ինչ ունեն չունեն, և տալիս եմ ժողովրդին, մի անգամ հեղափոխական եղեք, բայց ձեր հագով չի դա պարոնեք։ Անպատժելիությունը, պարոն վարչապետ, նույնիսկ ինձ հիասթափացրեց։ Միակ ու մինուչար պատճառը, որ ես փնովել եմ և հրաժարվել եմ ձեզ նորից ընտրելու կամ ձեզ սատ արելուց, անպատժելիությունն է, որովհետև դա մեզ տալիս է հիմքեր, որ մի հատվածը ճիշտ է, որ համաձայնագրով, համաձայնությամբ, փակ, նախնապես իրականացրիք Սերժ Սարգսյանի հետ Թավշյա։ Ես գիտեմ հերքում եք, բայց այստեղ կան արժեքներ, որ հին ու բարեկիրթ են։ Ես շնորհակալ եմ բոլորի ծառայության համար իմ սուրբ հայրենիքին, բայց մենք կանգնում ենք այդ ուժերի կողքին։ Սիրելի հայրենակից գալիք օրերին իր բոլոր բացթողումները բարձրաձայնելու համար, բոլոր պահանջները ներկայացնելու համար և բոլոր գունավոր փիլիսոփա կտրի այդ օրին քո առաջարկներով հավաքվում ենք Վարդանանք ազգային շարժման դրոշի շուրջ, կայուն պահելու սուրբ հայրենիքը, ընտրությունով եկան, դիմությունն էլ ընդդիմությունն էլ, ընտրությունով էլ կճանապարհենք, էլ հասցեն դրածա, ով ունի կրթությունը, որ կարծում ա, որ կհերիքի, որ ինքը անկախ պատգամավոր մտնի Հայաստանի Հանրապետության ազգային ժողով, գրեք մեզ։ Մենք հովանավորողներն էլ ունենք ու կգտնենք ավելին, մենք կարողություններն էլ ունենք ու կունենանք ավելին, մենք բանակ ունենք կառուցելու, բոլորդ խնդրի և հուզիչ հարցերի բարձրաձայնող եք, բոլորդ բարձրախոս եք, բայց խնդրի լուծում տվող տեխնիկական չեք, ոչ էլ տակտիկալ, ոչ էլ օպերատիվ եք, միայն բարձրաձայնող եք։ Այդ տեսակ գործ չի լինում, և դա է բուն պատճառը, որ այսօր թուրքը ստիպողական բերել է քո պետության գլխին, նորից ու նորից չեմ ուզում անդրադարձ անեմ, բայց այն դրոյի օրոք ինչ որ եղավ եւ այլ, այդ նույն տռուխինի ուժը քեմալական կոմունիստ բոլշևիկը բերել է ազգիս ու պետության ու ժողովրդի գլխին նույն պատմությունը։ Սիրելի հայրենակից, դու չես ապրում 2025 թվականը, դու ապրում ես 1925 թվականը։
Երբ արդեն սրանք These are Armenian lands ասող են Woodrow Wilson-ը, այս կրիպտոմասոնիկ սիոնիստների գիծը։ Նույն պահին իր ադմիրալը Բրիստոլը կրկնելու եմ Թիվլիսում, Վրաստանում հայերին ու հույներին դրեց աղբի տեղ, բռնաբարեց, նետեց փողոց եւ գովաբազնեց եւ գովերքեց Օսմանյան ռազմական զինվորական շարքերը։ Woodrow Wilson-ի թորնիկն էլ այսօր Բակո Սահակյանի գործընկերն է, ակենտ, Բաքվից եկող նավթալարերի եւ գազալարերի Քոչարյանի մարդը, ասում է ես ՀՀԿ եմ, ես որովհետեւ հանրապետական եմ ամերիկացի, սո հանրապետական կուսակցությանն եմ սատարում։ Խնդրեմ, դու ինչ գործ ունես իմ հայրենիքում, եղբայր, դու ով ես նախ, ասող կա, Վարդանանք ազգային շարժում, բայց եթե դու մենակ թողնես նրան, տեր չկանգնես, մի ծաղիկով գարուն կսպասես, են համբերատար էշի նման, ըտենց էլ յոնջի երես չտեսնելով, անհույս ու կույս էլ կետաս ես աշխարից, մի անգամ կանգնի ասա Վարդանանք։ Եվ դա ընդհանրական եւ առաքելական սուրբ եկեղեցին, Աստվածորդնի ազգս, Հայոց պետականությունս սպասում եմ բոլորիդ պատասխանին, մինչև 26 թիվ, միանում ենք բարեկիրթ քաղաքական ուժերին, տանում ենք իրանց պետություն, որպես մեր ադվոկատները եւ մեր շահերը պաշտպանողները, պետությունս ազգայնականներին պահպանող պետություն։ Աստվածորդնի բոլորիդ քեզ խաղաղոր, ձեզ հետ էր ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի, ձեր հայոց ազգային գվարդիան։